Հազար ջահկեցու գահակալության շրջանում նաև դրսևորում են հակասություններ եկեղեցականների միջև։ Եվ այս ներքին հակասությունները հիմնականում հրահրված էին նախ թուրքական օսմանյան իշխանությունների կողմից Էրզրումի փաշայի միջոցով եւ նաեւ Արքունի մեծ վեզիրի հրահրումով, նույնիսկ հազար ջահկեցուն փորձում էին արգելել դեռ նոր ընտրված կարգավիճակում հեռանալու Օսմանյան կայսրության տարածքից դեպի պարսկական մաս, բայց հանգամանքների բերումով չկարողացան դա անել եւ հետագայում ամեն ձև խոչընդոտում էին նրա գործունեությունը Օսմանյան կայսրության տարածքում։ Մյուս կողմից պարսկական արքունիքը եւս ամենևին բարեհաճ չէր նրա նկատմամբ եւ եթե սկզբնական շրջանում շատ ջերմ հարաբերություններ կային Նադիր շահի հետ, Նադիրի գահակալության վերջին շրջանում, երբ նյութական դժվարություններ էին առաջացել պարսկական տիրակալի մոտ եւ նա խնդիր էր տեսնում, որ աֆղանների միջոցով փորձի պայքարել իրեն շրջապատող էլիտային ջարդելիս, այդ ժամանակ նա դնում է նաեւ ֆինանսական պահանջներ ամենայն հայոց կաթողիկոսի առջև։ Եվ ամեն անգամ այդ ֆինանսական մեծ պահանջները կատարելիս կաթողիկոսը իր մերձավորների նկատմամբ անցնում էր որոշակի գործողությունների, որպեսզի կարողանա այդ նյութական միջոցների փոխանցումը ապահովի հայերի անունից։ Սա իհարկե ներսում լարվածություններ առաջացնում եւ ի վերջո նա ինչ որ պահի հակառակվում է նաեւ պարսկական արքունիքին եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ բանը հասել է նրան, որ հազար ջահկեցուն աքսոր եւ արգելափակման են ենթարկել, նա Սևանակղզում է որոշ ժամանակ անցկացրել, հետո վերադարձել է միաբանություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։